Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Հաղորդաշար, որը նվիրված է մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք տարիներ շարունակ արտերկրում բնակվելուց հետո համարձակ քայլ են արել եւ հայրենիք վերադառնալու կարևոր որոշում կայացրել։ Ինչ պատմություն է իր հետ բերում նրանցից յուրաքանչյուրը։ Ինչպես են փոխվում մեր հերոսները եւ նրանց աշխարհընկալումները, ինչ դեր եւ նշանակություն ունի նրանց համար հայրենիքը։ Այսօրվա մեր հյուրը հանրային կապերի մասնագետ Սյուզաննա Վարդանյանն է։ Նա հայրենադարձվել է Կանադայից։ Սյուզաննա, ողջույն, ինչպե՞ս եք։ Ողջույն Իրինա ջան, շատ լավ, շնորհակալություն։ Գտնվում ենք ձեր տանը։ Հետաքրքիր է ինչպես է սկսվում ձեր օրը հայրենիքում։ Երբ եք արթնանում, ինչից եք սկսում։ Դե ես առավոտյան շատ շուտ եմ զարթնում ու իմ օրը սկսում է իհարկե մի բաժակ սուրճով, որից հետո արդեն պատրաստում եմ իմ օրվա համար, երեխաներիս ենք պատրաստում, որպեսզի դպրոց գնան ու անցնում ենք արդեն մեր աշխատանքային ուժի մեջ։ Իսկ ինչպիսին էր կյանքը Կանադայում։ Դուք երկար տարիներ ապրել եք այնտեղ եւ հայրենադարձվել եք հենց Կանադայից։ Ինչ էիք անում այնտեղ եւ առհասարակ կանադական միջավայրը ինչպիսի ազդեցություն ունեցավ ձեր աշխարհայացքի ձևավորման վրա։ Բարձա ես մեծացել եմ շատ տարբեր միջավայրի մեջ, շատ օտար միջավայրի մեջ, բայց իմ ծնողներս միշտ մեր տան ամենակարևոր մասը եղել է, որ մենք մեծանանք հայ։ Դպրոցից սկսած մենք մեծացել ենք հայկական միջավայրում, ինչքան էլ մենք շփվել ենք օտար երկրացիների հետ, բայց մեր շրջանակը միշտ եղել է մեծ մասամբ հայերով։ Հենց որ այդ հայկական հոգին, շունչը, Հայաստանի սերը դա եղել է մեր առօրյա կյանքի մեջ։ Ու ինչ որ արել ենք միշտ կարծես մեզ մոտ նպատակ է եղել յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր ձեռքբերում ստեղծենք, որպեսզի մենք կարողանանք դա մի օր բերենք եւ դա կիրառենք մեր հայրենիքում։ Կանադան, ինչպես գիտենք, բազմազգ պետություն է եւ այնտեղի բնակչության որոշակի տոկոսը նաեւ հայեր են։ Հետաքրքիր է մարդիկ ինչպիսին էին Կանադայում եւ ինչ տարբերություններ եւ նմանություններ ունեն այնտեղ ապրող հայերի հետ։ Եթե օտար երկրյա անձանց մասին ենք խոսում, իրենք գիտեք ինչպիսին են, աշխարհի 4 կետերից եկած ժողովուրդ են։ Մեր շփումը եղել է տարբեր ազգերի հետ ու իրանցից շատ բան ենք սովորել, իրենց ապրելաձևը, իրենց օրենքները, իրենց կյանքի կեցությունը ինչպիսին է եղել։ Հայերը Կանադայում մեծ մասամբ եղել են սփյուռքահայեր, ինչպես որ հասկանում եք, շատ-շատերը եկել են Միջին Արևելքից։ Մեր ընտանիքի համար էլ է եղել նորություն, որովհետև ինչպես ասեցի, ես ծնված եմ եղել Հայաստանում ու դա էլ է եղել մի փուլ մեր կյանքում, որ մենք էլ պետք է սովորեինք, թե իրենց հետ ինչպես շփվենք, ինչպես ճիշտ հասկանանք իրենց։ Առաջարկում եմ մի փոքր ավելի հետ գնանք եւ խոսենք ձեր արմատների մասին։ Ինչ է ձեզ հայտնի ձեր նախնիների մասին, որտեղից են սերում ձեր արմատները։ Հորս կողմը, հայրական կողմը եղել է Վանեցի, որը հետո իհարկե տարիներ շարունակ արդեն գաղթել են արտերկրներ, հորս կողմը նաև հայրական կողմը եղել է Եգիպտոսում, իսկ մայրական կողմս եղել է բնիկ երևանցի, ավելի եթե խորանանք արմատներով եղել են հունահայ։ 20-ական թվականներին մեր իմանալով իրենք ետ են վերադարձել Հայաստան ու արդեն իմ մայրս ծնվել է Հայաստանում ու մնացել են այստեղ։ Իսկ ինչու ձեր ընտանիքը տեղափոխվեց Կանադա ու երբ էր դա։ Դե մենք 92 թվականին ես եւ եղբայրս փոքր էինք, երբ որ տեղափոխվեցինք, պատճառները կարծես շատ էին, բայց ինչպես շատ-շատերը այդ ժամանակահատվածում սովետի փլուզմանից հետո այնպես ստացվեց, որ իմ ծնողներս որոշեցին, որ մեր ապագայի համար ավելի ճիշտ է մեզ պահեն արտերկրում։ Հեշտ ընտելացաք նոր միջավայրին։ Գիտեք, չեմ կարող ասել հեշտ ընտելացանք, որովհետև դե այստեղ մնաց իմ տատիկը, իմ մայրական տատիկը, ում հետ ես շատ կապված եմ եղել, իրեն շատ սիրել եմ, ու այնպես էր, որ կարոտը իհարկե իրեն անում էր, բայց դե փոքր ենք եղել այդ ժամանակ, իմ ծնողներն էլ ամեն ինչ արել են, որպեսզի կարողանան մեզ այնպիսի կյանքով ապահովեն, որպեսզի մենք այդ բացը այդ աստիճանի չզգանք։ Ես շատ զարմանալի է, որ ես թերևս փոքր եմ եղել, որ գնացել եմ, բայց այդ մանկության յուրաքանչյուր մանրակրկիտ
պահերը, զգացմունքները, տեղերը ես այնպես եմ հիշում, առավելին, քան թե ես հիշում եմ այս առավոտյան ես ընդհանրապես ինչ եմ արել։ Իմ մանկությունը շատ լավ է անցել։ Ու դա Հայաստանում է անցել ու ես իրոք իմ համար իմ մանկության յուրաքանչյուր թերևս մեր տան քար, յուրաքանչյուր բաժակի տեղ ես հիշում եմ ու մինչև օրը շատ կարոտում։ Սյուզաննա, ձեր մասնագիտությունը ձեռք եք բերել Կանադայում, ընտրել եք հանրային կապերի ոլորտը։ Ինչու՞։ Ինչ որ մեկը ուղղորդել է։ Դե ճիշտն ասած, այնպես ստացվեց իմ կյանքում, որ ընտրությունը եկավ բնականաբար։ Մոտ 17-18 տարեկանից սկսեցի աշխատել Կանադայում, աշխատեցի միջազգային կազմակերպությունների հետ, սկսեցի որպես արտաքին կապերով, միջազգային կապերով, այդպես աշխատանքներ արեցի միառ զուգահեռ, երբ որ ես դեռ ուսանող էի, սովորում էի, հետո այնպես ստացվեց, որ իմ աշխատանքի միջավայրում ես սկսեցի ավելի հանրային կապերով զբաղվել եւ խորացավ այդ ոլորտը ինձ համար, շատ սիրեցի ու դա դարձավ իմ ամբողջության իմ կյանքը։ Մնացիք այս ոլորտում։ Մնացի այս ոլորտում։ Դուք փաստորեն աշխատել եք երկու տարբեր ավանդույթներ եւ մշակույթ ունեցող երկրների աշխատաշուկայի հետ։ Այնտեղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը որքանով օգտակար եղան արդեն Հայաստանում գործունեություն ծավալելիս։ Գիտեք, ես ինձ շատ բախտավոր եմ համարում, որովհետև ես իմ կյանքում այդ հնարավորությունն եմ ունեցել շփվեմ շատ բարձր աստիճան մարդկանց հետ։ Դա մեծ ձեռքբերում է եղել ինձ համար։ Ու այդ մթնոլորտը, այդ միջավայրը, այդ աշխատանքը, որ ես կարողացել եմ անցկացնել տարբեր մարդկանց հետ, տարբեր ոլորտների մարդկանց հետ, միայն չի եղել, որ այսին քաղաքագետներ են եղել, կամ պրոֆեսորներ են եղել, կամ երկրի ղեկավարներ են եղել, մարդիկ, ովքեր մասնավոր ոլորտում հասել են մեծ բարձունքների ու իրենց այդ փորձը, իրենց այդ մոտեցումը, աշխատանքը ինձ համար եղել է շատ մեծ կյանքի ոնց որ դաս։ Իհարկե իմ ուսումնական տարիներին ես շատ բաներ եմ կարդացել, սովորել, բայց այդ միջազգային մթնոլորտը ինձ հնարավորություն է տվել ճանաչել տարբեր մոտեցումներ աշխատանքային եւ տարբեր մարդկանց հետ ինչպես կարողանամ աշխատել։ Յուրաքանչյուր տարբեր շփումից, տարբեր միջավայրում, որ ես աշխատել եմ, յուրաքանչյուր ազգից ես փորձում էի վերցնել մի փոքր կյանքի դաս ու դա կիրառել արդեն իմ աշխատանքի մեջ։ Անխոս ձեր աշխատանքային կարիերայի ընթացքում վստահ եմ, որ բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ հաղթահարած կլինեք։ Կառանձնացնեք դրանցից մի քանիսը։ Դե իհարկե, ինչպես բոլորը լինում են խոչընդոտներ եւ հարցեր, որ դու պետք է հաղթահարես, եթե անկեղծ ասեմ, այնպիսի մեծ խոչընդոտներ չեն եղել, որպեսզի ես ասեմ, որ այսպիսի հարց է եղել, որ ինձ շատ խանգարել է։ Կարևորը ոչ թե խնդիրն է, այլ դու դա ինչպես ես կարողանում հաղթահարես։ Ունեք ավելի քան 10 տարվա փորձ հասարակայնության հետ կապերի, կառավարման եւ ԶԼՄ-ների հետ կորպորատիվ հարաբերությունների, միջոցառումների պլանավորման, ճգնաժամային կառավարման, սոցիալական մեդիայի եւ կայքերի բովանդակության մշակույթի կառավարման ուղղություններով։ Այսօր Հայաստանում հանրային կապերի ոլորտը զարգացման ինչ հեռանկարներ ունի։ Դե ինչպես շատ ոլորտներ Հայաստանում, հանրային կապերի ոլորտն իհարկե կարիք ունի զարգացումների։ Իմ կարծիքով պետք է այսօրվա, այսինքն շուկային լավ ճանաչեն այն անձանց, ովքեր աշխատում են այս ոլորտում։ Պետք է փորձեն իրենց աշխատանքը ոչ թե միայն սահմանափակեն Հայաստանի, այլ նաև ուսումնասիրեն, աշխատեն, դիտարկեն, հասկանան դրսի աշխարհում, այսինքն արտերկրներում ինչպես է ոլորտը զարգանում եւ ինչպիսի նորանոր աշխատանքներ են կատարվում, որպեսզի այսօրվա մեր գտնված AI աշխարհը, որ լինում է, ինչպես կարողանան նաեւ դա կիրառեն, ճիշտ հասկանան։ Իհարկե հիմա քաղաքականությունը այնպիսի արագ է շարժվում, ինֆորմացիան շատ արագ է տարածվում, պիտի յուրաքանչյուրը կարողանա հասկանալ, որ դա այդ ամեն ինչ այդ փոքր գործիքները ինչպեսով կարող է կիրառի իր աշխատանքի մեջ, որպեսզի լինի հաջողակ։ Եթե փորձենք համեմատել հայկական եւ կանադական աշխատելավոճերը, ինչ տարբերություններ ունենք եւ մենք հայերս կոնկրետ ձեր ոլորտի ուղղությամբ ինչ ունենք սովորելու մեր արտասահմանյան գործընկերներից եւ ինչ ունեն նրանք մեզանից սովորելու։ Իրականում իմ աշխատանքի մեջ ես շատ կարևորում եմ պրոֆեսիոնալիզմը։ Ինձ համար դա շատ կարևոր է անկախ նրանից, որ դու Հայաստանում ես աշխատում, թե արտերկրում։ Եթե ասենք մի
մաս, որ ինձ թվում է, որ բաց է, իհարկե մեր Հայաստանում պակասություն է զգացվում շատ կադրային բացի։ Ես շատ կուզենամ տեսնել, որ այս ոլորտում լուրջ աշխատանքներ տարվի, որպեսզի ճիշտ անձանց կարողանանք մենք ներգրավենք աշխատանքի մեջ, որպեսզի այդ բացը լրացվի ու այդ հաջողությունը իհարկե երևա նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, դուք նաև աշխատել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։ Ինչպիսի փորձառություն էր պետական համակարգում աշխատելը։ Դա շատ մեծ փորձառություն էր ինձ համար, շատ մեծ ձեռքբերում էր, որը ես անում էի շատ սիրով։ Ու դա իմ կարիերայի համար կարող եմ համարել մի լավ բարձր կետերից, որտեղ ես նաև ոչ թե կարողացա իմ տարիների փորձը կիրառեմ եւ օգնեմ իմ հայրենակիցներին, բայց նաև իրենցից էլ սովորեմ, որովհետեւ ինչպես հասկանում եք, մասնավոր ոլորտից երբ որ գալիս ես պետական ոլորտ, շատ տարբեր աշխարհի մեջ ես գտնվում։ Ինձ համար էլ էր դա սովորելու մի փուլ էր, մի պահ էր, որը ես շատ սիրով եմ արել։ Այդ աշխատանքը ես դիտարկել եմ որպես հիանալի հնարավորություն, որպեսզի ես կարողանամ իմ տարիների փորձը բերել եւ օգտակար լինել իմ հայրենակիցներին։ Այսօր կրկին անցում եք կատարել դեպի մասնավոր ոլորտ։ Ստեղծում եք ձեր սեփական ընկերությունը հանրային կապերի PR ծառայությունների ուղղությամբ։ Ինչպես առաջացավ գաղափարը, ինչ ծառայություններ է մատուցելու ընկերությունը։ Բոլորը շատ քաչալերեցին, որ ես իմ փորձս դնեմ իմ սեփական աշխատանքի մեջ, որպեսզի կարողանամ ես իմ աշխատանքի մեջ աճեմ եւ կարողանամ իմ հետ ունենամ մի խումբ, ով օգտակար կլինեմ նաեւ այս ոլորտը զարգացնեմ Հայաստանում։ Արդյոք նաև ուսումնասիրել եք Հայաստանում տվյալ ոլորտի բացերը, թերությունները եւ այս առումով ինչ անելիք ունի ձեր հիմնած կազմակերպությունը։ Իհարկե, բացերը չես կարող չուսումնասիրես, պետք է հասկանաս, թե դու ինչպիսի միջավայրում ես աշխատում, ինչով կարող ես այդ ամեն ինչը բարելավես։ Դրսի փորձը բավարար չէ միայն մեզ համար, նաև պետք է հասկանալ ներքին իրավիճակները, ներքին մոտեցումները, տեսանկյունները, աշխատանքի ձևը, ու որպեսզի կարողանաս այդ երկու աշխարհը միացնել իրար։ Կարևորը միայն աշխատանքը չի, այդ աշխատանքը պետք է արդյունք տա։ Ու այդ արդյունքը ինձ համար ամենակարևորն է, թե կարևոր չի դու ինչպիսի փուլերով ես անցնում, վերջնական քո արդյունքը, որ դու պիտի մատուցես քո հաճախորդին, պետքա լինի լավը։ Հույս ունենք, որ դա լավ կընդունվի, կան տարբեր կազմակերպություններ, ովքեր իրականում այդ կարիքը ունեն ճիշտ PR մասնագետների, ովքեր կկարողանան իրենց պատկերացումները, իրենց աշխատանքի, իրենց ընկերությունը ճիշտ ձևով ներկայացվի եւ ընկալվի հանրության կողմից։ Դա շատ կարևոր է։ Սյուզաննա, մեծ հաջողություն ենք մաղթում ձեր սեփական բիզնեսի զարգացման եւ առաջխաղացման գործում։ Այժմ առաջարկում եմ տեղափոխվենք ձեր ամուսնու ֆիզիոթերապիայի կենտրոն, որովհետեւ այստեղ մի շատ կարևոր յուրահատկություն կա, դուք երկուսդ աշխատում եք միասին։ Այո, իրականում այդպես է ստացվել, որ տվյալ պահին մենք իհարկե ոչ 24 ժամ ենք աշխատում միասին, բայց իմ աշխատանքով փորձում եմ իրեն ամեն ինչով աջակցեմ, որպեսզի այո ոտքի կանգնի եւ նաեւ առաջարկում եմ իհարկե հեռու չի այստեղից, կարող ենք զբոսնելով գնալ տեսնել։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Եկել ենք տեղում ծանոթանալու ձեր կենտրոնի գործունեությանը։ Քանի տարի է, որ գործում է կենտրոնը եւ ինչ ծառայություններ է մատուցում։ Իրականում ինքը դեռ շատ նորաբաց կենտրոն է, մի քանի ամիսների կյանք ունի, իսկ ծառայությունները յուրաքանչյուր ֆիզիոթերապիայի հետ կապված ծառայություններ մատուցում է այս կենտրոնը։ Կենտրոնի PR գործունեությունը ձեր ուսերին է։ տրված է իմ ուսերին, այո, իրականում մենք այդքան էլ սովոր չենք միասին աշխատելու, դե այնպես է ստացվել, որ ես մասնագիտական այստեղ աշխատանքներ չունեմ իր հետ կապված, տենց որ ես դրսից իմ աշխատանքները PR-ի կարողանում եմ իրականացնել։
Այսօր Հայաստանում ֆիզիոթերապիայի կենտրոններն այդքան էլ շատ չեն։ Ինչով է սա պայմանավորված։ Իմ կարծիքով դա ավելի մշակույթի հետ կապված խնդիր ունի, որովհետև շատ-շատերը չեն գիտակցում, թե այսպիսի կենտրոններ գոյություն ունեն եւ ինչքան կարեւոր են մեր ժողովրդի համար։ Ու սա իրականում շատ կարեւոր վերականգնողական կենտրոն է, որ շատ-շատերին պետքական է լինում իրենց կյանքի ընթացքում։ Ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի կենտրոնը։ Այս ընթացքում հասցրել եք ինչ-որ դժվարություններ հաղթահարել։ Դժվարությունները իհարկե մենք հանդիպում ենք, ավելի կարող եմ ասել, գործնական դժվարություններ են, գովազդի հետ կապված եւ այլն տեխնիկական խնդիրներ, որը մենք փորձում ենք ամեն ձևով հաղթահարել։ Խոսենք նաև ձեր հայրենադարձության մասին։ 2023 թվականին վերադարձաք Հայաստան մշտական բնակության։ Ինչպես հանգեցիք այս բարդ եւ պատասխանատու որոշմանը։ Դե մեր վերադարձը հայրենիք այնպես ստացվեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իմ ամուսինը որոշեց, որ պիտի գա Հայաստան, որպեսզի աջակցի մեր զինվորներին, ու այդպես ստացվեց, որ պատերազմից հետո որոշեց, որ իր երեխաները պետք է Հայաստանում մեծանան, գիտակցեն, թե իրենց հայրենի հողը ինչպիսին է, ու կտրուկ որոշում կատարվեց, որ այո, մենք վերադառնանք հայրենիք։ Իրականում մենք բարդ ժամանակահատվածում ենք եկել հետ Հայաստան, բայց շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք։ Ինչպիսին եք տեսնում ձեր ընտանիքի ապագան եւ հայրենիքում ապրելը ինչ հնարավորություններ է տալիս այս առումով։ Ինչպիսի ակնկալիք ունենք Հայաստանից շատ պարզ է։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմ երեխաները իրենց հայրենի հողի վրա մեծանան, հայ մեծանան, սիրեն այս երկիրը, ու ինչպես որ մենք մեր փորձն ենք այսօր բերել Հայաստան, շատ կուզենամ, որ նաև իրենք այստեղ այդ ամեն ինչը գիտակցելով, նաև ստեղ հիմնվեն ու միշտ իմանան, որ Հայաստանը իրենց թիվ 1 տունն է։ Ձեր երեխաները հայերեն հանգիստ հաղորդակցվում են։ Այո, շատ մեծ սիրով իրենք գնում են հայկական դպրոց ու շատ հանգիստ սիրով, իհարկե չեմ մոռանում անգլերենը, բայց այո, հայերենով հանգիստ հաղորդակցում են։ Մեզ մոտ մեջ դա պարտադիր սկզբունք է, որ միասին խոսում ենք հայերեն։ Ուզենք թե չուզենք, ձեր աշխարհայացքի ձևավորման վրա էապես նպաստել է կանադական մշակույթը, կանադական ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո այն որքանով օգնեց կամ հակառակը խանգարեց, որպեսզի դուք կարողանաք հեշտ ադապտացվել նոր միջավայրին, հատկապես սկզբնական փուլում։ Սկզբնական փուլում դե գիտեք ինչպես է, ես տարիներ շարունակ շատ եմ եկել Հայաստան, ինձ համար այս ամեն ինչը շատ նորություն չէր։ Մենք միշտ ենք եկել Հայաստան, թեկուզ ամառային արձակուրդներին, կամ ես նաև աշխատանքով բազմիցս անգամ եկել եմ եւ աշխատել եմ տարբեր բնակավարների հետ։ Ժամանակները հիմա աշխարհով մեկ է մի քիչ փոփոխական։ Դժվարությունը հիմա Հայաստանում այնպես է, որ շատ մոդեռն աշխարհ է եկել Հայաստանում։ Սա նույն Երևանն ու Հայաստանը չէ, որ մենք ճանաչում ենք 2000-ական թվականներին։ Իհարկե շատ առաջադիմություններ են հիմա Հայաստանում իրականացվել ու դժվարությունների այդպիսի չենք բախվել։ Կարող եմ ասել ուղղակի կլիմայի պահով, որոշակի երեխաների իրենց շրջապատը, իրենց աշխարհը մի քիչ փոփոխվել է, այդ ժամանակ մի քիչ արդեն փոփոխվել են, բայց մեծ մասամբ այնքան հյուրընկալ երկիր է, այնքան սիրով երկիր է, այնքան ջերմ մթնոլորտում ենք, նաև մենք ընտանիքով փորձում ենք իրենց համար ամեն ինչ անել, որ իրենք այդ սառնությունը եւ այլն ոչ մի բան չզգան, իրանք այդ ջերմ մթնոլորտում մեծանան, որը ինձ թվում է այսօր ամենակարևորն է։ Այսօր 2 տարի Հայաստանում ապրելուց հետո ձեր կյանքում եւ կենցաղում ավելի շատ գերակշռում են հայկական թե կանադական մշակույթն ու բարքերը եւ հատկապես ինչը 180 աստիճանի տակ փոխեց ձեր կյանքը այստեղ։ Միանշանակ նաև կարող եմ ասել, նաև Կանադայում մեզ մոտ գերիշխել է հայկական մշակույթը, դա իմ ծնողներից եկած, դա մեզ շատ ուժեղ սերմված էր, որ մենք հայ պիտի մեծանանք, հայրենասեր պիտի լինենք, նամանավանդ այս ամեն ինչը իմանալով, մեր պատմությունը իմանալով, մեզ համար ուրիշ տարբերակ չի տրվել, որ կարողա մենք կանադական մշակույթի հետ մերվենք կամ դառնանք ավելի այդպիսին։ Չէ, մեզ համար առաջնահերթը եղել է միշտ հայ մեծանալ։ Ինչպիսի հարաբերություններ ունեիք Կանադայի հայ համայնքի հետ եւ այնտեղ ապրելու տարիներին ինչպես եք պահպանում կապը Հայաստանի հետ։
Կանադայի համայնքի հետ շատ լավ հարաբերություններ ունեցել, ես անձամբ հենց երբ որ տեղափոխվել եմ Կանադա, հաճախել եմ հայկական դպրոց, մեծացել եմ հայկական միջավայրում, իհարկե դա ինձ մեծ դրել է մեծ հայրենասիրություն, հայկական համայնքը այնտեղ գիտեք ինչպես է, շատ կարևոր է, դու կենտրոնանում ես հենց համայնքի մեջ, կենտրոնանում ես եկեղեցու շուրջ, շատ կարևորում ենք մեր պատմությունը, մեր անցած ուղին, մեր մշակույթը ու հայկական հայ համայնքը Կանադայում շատ ուժեղ է, իրականում իրենք շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հայ ոգին, հայ շունչը, հայ պատմությունը, անցած ուղին երբեք չմոռացվի։ Ու այդ հայրենասիրությունը իրենք ներդնում են յուրաքանչյուր երեխայի մեջ։ Սյուզաննա, եւ մեր վերջին ավանդական հարցը, որն ուղղում ենք մեր բոլոր հյուրերին։ Ինչ խորհուրդ կտաք մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր մտածում են հայրենադարձվելու մասին։ Ես միայն իրենց կքաչալերեմ, որ գան։ Իրականում այո, դրսում հետաքրքիր է ապրել, չեմ կարող ասել շատ լավ է, բայց հետաքրքիր է, իհարկե այդ փորձը, այդ միջավայրը, այդ աշխարհը ճանաչելը, գիտակցելը, բայց ինձ համար իմ տեղս միայնակն է ու դա Հայաստանում է։ Ես բոլորին խորհուրդ կտամ ու շատ մեծ սիրով կուզենամ, որ իրենք էլ գան, եթե ոչ հիմնական, բայց գոնե տարվա մեծ մաս անցկացնեն հայրենիքում։ Շնորհակալություն Սյուզաննա մեր անմիջական զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Այսօր ականատես եղանք եւս մեկ ոգեշնչող պատմության։ Միասին լսեցինք, թե ինչպես մեր երկու երիտասարդ հայրենակիցները տարիներ շարունակ արտերկրում բնակվելուց հետո ընտանիք կազմեցին եւ վերադարձան հայրենիք։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը։ Կհանդիպենք։